Ողջույն սիրելի ռադիոլսողներ, նաև ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Սարյան Սուվարյանի հեղինակային կայուն զարգացում պլյուս հաղորդումը, ովքեր հետևում են մեր թողարկումներին, դիտել են նաև նախորդ հաղորդումը նվիրված կրոնին, այս շաբաթը կշարունակենք կրկին խոսել թեմայի շուրջ եւ կրկին համաձայնել է թեմայի շուրջ զրուցել Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ, եւ տաղավարում է նաև հաղորդման հեղինակը Սարյան Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի սերվիսի ամբիոնի վարիչ եւ ես երկրորդ խոսափող Լուսինե Հովակիմյանը, մինչ արդեն դուք կանցնեք ձեր խոսքին, ուղղակի ես այսպեսի մի հարց եմ ուզում հղել, ընդհանուր առմամբ եկեղեցին նաև գործադրում է որոշակի ջանքեր, որպեսզի հասարակությունը ցավալիորեն իհարկե տեղյակ չէ բավական մակարդակով քրիստոնեության մասին, բայց տեղեկանա կրոնի ավանդության, բովանդակության մասին։ Ինչ մակարդակում է հիմա ժողովուրդը տիրապետում, թե ընդհանրապես քրիստոնեությունը իրենից ինչ է ներկայացնում եւ տենդենսը ինչպիսին է, այսինքն մարդիկ կրոնի նկատմամբ տարիների վեր ավելի հետաքրքրվածություն են ցուցաբերում, թե անտարբերություն։ Ուրեմն պետք է ասել, որ այսօր մեր երիտասարդ հոգևորականները բավականին լուրջ աշխատանք են իրականացնում, որպեսզի մեր երիտասարդները եւ նրանց հետ միասին հավատացյալները բոլոր կարողանան տեղյակ լինել մեր հավատքից, մեր հավատամքից եւ մեր եկեղեցուց։ Իմաստնավորի այն, ինչ մենք կոչում ենք ավանդություն, խորքի մեջ նաև կա այնտեղ սովորություններ, որովհետև այն սովորությունները, որ առկա է Հայաստանում, եթե Հայաստանից դուրս գաք, դուք դա չեք գտնի Լիբանան, չեք գտնի Կոստանդնուպոլիս, չեք գտնի Սիրիա կամ այլուր, որ դրանք տեղական սովորություններ են։ Ուրեմն մենք փորձում ենք ժողովրդին մեր երիտասարդ հոգևորականների մասնավորի իրենց երիտասարդական միություններով, դասընթացներով եւ այլն սովորեցնել մեր ազգային արժեքներին, որ շատ կարեւոր է։ Դժբախտաբար այն ինչ որ կորցրել ենք մենք տասնամյակների ընթացքում, մեկ անգամից վերականգնելը շատ դժվար է։ Բայց ես նկատում եմ ի տարբերություն, ես 2008-ին վերադարձա Հայաստան, այն վիճակում ինչ էր, այսօր բավականին մեծ առաջխաղացում կա։ Դեպի դրականը, մարդիկ ավելի ատակ են, տեղյակ են մեր ավանդություններին, մեր կրոնին, մեր սովորություններին եւ ավելի են սկսել դառնալ պահպանողական, քան անցյալի մեջ էին։ Կան, ինչպես պարոն Սուբարյանը նշեց, կան անձինք, որոնք իրենց ֆինանսների ծանրությունից ծանրացած, իրենց կամքը թելադրում են ամեն անգամ, նույնիսկ եթե դա հարիր չէ մեր ազգային սովորություններին, բայց մենք այդ բոլորը կարծում ենք ժամանակի ընթացքում հնարավոր է լուծել եւ մեր ժողովուրդը արդեն իսկ որոշ հաստատուն քայլերով գնում է առաջ եւ վստահ եմ, որ Աստծո ողորմությամբ եւ մեր միաբան եղբայրների տքնաջան աշխատանքով մենք կհասնենք շատ դրական արդյունքի։ Շատ լավ, եւս մի հարց, եթե թույլ կտաք, պարոն Սուվարյան, եւ այնուհետեւ խոսքը ձեզ կտրամադրեմ, ուղղակի նախորդ թողարկման ընթացքում խոսք գնաց նաեւ նորակառույց եկեղեցիների մասին, եւ որ դրանք կառուցվում են բարերարների գումարներով, այսինքն ով վճարում է, նա էլ կառուցում է եկեղեցի, այսպիսի մի հարց։ Արդյոք եկեղեցին, որը կառուցվել է հանրության մոտ ոչ քրիստոնեական ավանդույթներին վայել համբավ ունեցող մարդու գումարներով, կարող է դառնալ այդ հանրության համար հոգևոր տուն։ Լավ, ուրեմն այսպիսի խնդիր կա։ Չգիտեմ, եթե Աստվածաշնչին ծանոթ եք կամ ավետարանին ծանոթ եք, Ղուկաս ավետարանում խոսվում է Զաքիոս անունով մաքսավորի մասին։ Զաքիոս մաքսավորը հրեական իրականության մեջ համարվում էին մաքսավորները, ամենապիղծ մարդիկ։ Նույնիսկ այնտեղ դարձված կա, որ երբ Հիսուս գնում է Զաքիոսի տուն, մարդիկ ասում են ինչպես կարող է մեծ վարդապետը գնալ Զաքիոսի նման մեղավոր մարդու տուն։ Եվ երբ Զաքիոսը ասում է ունեցվածքիս կեսը բաժանում եմ աղքատներին, Քրիստոս հայտարարում է այս տունը այսօր փրկություն գտավ։ Ուրեմն
պետք չէ մարդուն մեղադրել, որ ինչու է ինքը այդ գումարներով եկեղեցի կառուցում, այդ եկեղեցին ինքը իր համար չի կառուցում, այդ եկեղեցին կառուցում է հավաքականության համար, եկեղեցին դատավոր չէ, որ նրան դատի, թող դատեն նրանք, ովքեր գիտեն, թե որտեղից է այդ գումարները, հայթայթված, ուրեմն պետք չի ամեն ինչում եկեղեցուն մեղավոր նկատել։ Չէ, խնդիրը հետևյալն է, արդյոք հանրությունը ինքը չի սկսում օտարանալ, այսինքն կա նաև այն համայնքը զորավոր է, չէ՞։ Եկեղեցի գնում է այդ անձին պաշտելու, թե Աստծուն պաշտելու։ Ներողություն, առանձին դեպքերում այդպես է ցավոք սրտի։ Անձին են պաշտում։ Այո, կան։ Այսինքն Աբովյանի եկեղեցի դու երբ որ գնում եք, Գագիկ Ծառուկյանին եք պաշտում, կան մարդիկ, որ այդ պատճառով են գնում։ Եվ դա ճշտելն ու ասելու մասին խոսելուց բացի, մենք խոսենք դրա մասին, որ ինչու են այդպես անում։ Ինչ է ստիպված այդպես անելու։ Որովհետև այդպես անելու ժողովուրդը կամ ներողություն, եկեղեցի են գնում ոչ թե նրա համար, որ նրա հոգու խնդիր է, այլ իրենք աշխարհիկ կյանքում ստիպված են այդ բարերարին մեծարելու։ Կա այդպիսի խումբ։ Եվ ոչ մեծ, ոչ փոքր։ Ես չեմ հանդիպել դա տակավին մի հավատացյալ, որը մտնի եկեղեցի, օրինակ Աբովյան բազմաթիվ անգամներ եմ արարողություն արել, մտնի եկեղեցի եւ մեծարի կամ չգիտեմ փառաբանի բարերարին։ Տիկին Ծառուկյանը եղել է պատարակից ներկա է եղել, մարդիկ մոտեցել են պարզապես շնորհակալություն են հայտնել, որ այդպիսի փառահեղ եկեղեցի կառուցել։ Խոսքը ոչ թե բարերարի թերության դրական կողմերի մասին է, եւ մենք չենք դատելու, որ չդատվենք, դուք ճիշտ եք ասում, եկեղեցին դատարան չի, բայց այս պայմաններում երբ որ կան բաց թողումներ, չասենք ու մեղքով նորից եմ ասում, համակարգի, պատմության, ինչ որ վերում է մի վերջնակցի, կան մարդիկ, որ այդքան բարձր գիտակցություն չունեն։ Եվ մեր հասարակության մեջ դրանց թիվը շատ բարձր է։ Այդ մարդկանց մենք մոռացել ենք։ Նրանք ոչ թե դա անում են, ոչ թե ինչ որ բանից ելնելով, այլ չիմացությունից։ Պարոն Սուբարյան, մարդիկ կան այսօր լավն էլ անեք պիտի ձեզ դատապարտեն, ուրեմն ինչ, վատն էլ անեք պիտի դատապարտեն, ուրեմն եթե մենք գործ անենք, այո, մեզ համար կարևորը գործն է։ Մենք բազմաթիվ ունենք հաղորդումներ, որոնք վերաբերում են նրան, որ շրջապատին ուրիշներին շատ հեշտ է քննադատել։ Դու սկսիկ հեզանից։ Սա է խնդիրը։ Ներողություն, իսկ հեզանից ելնելու այդ խնդիրը դուք ասեցիք մարդու եւ մենության այդ բանն է որոշում։ Եկեղեցին է ստիպում, որ դու հասկանաս դու ով ես եւ դու փորձես փոխվել ու գնալ դրական ուղղությամբ։ Մենք անցել ենք ճանապարհ։ Դուք որ չեմ կարող ես բան ասել, որ դեմը իմ հավատին, իմ սրբությանը, բայց այն գրքերը, որոնք գրվել են հազարամյակներ առաջ, ես չեմ ասում, դրանք ունեն բարոյական նշանակություն, բայց մեր կյանքում մենք ունենք հաղորդումներ, բարոյականը մղվում է հետին պլան, առաջ է գալիս տնտեսականը, մաքսավորին շեշտադրեցիք, ժողովուրդն այսօր գիտի ովքեր են մեր մոտ, ծայրագույն կաշառակերները, գիտի, այդ նույնը իրականությունը կրկնվում է, 200,000 ամվա պատմությունը կրկնվում է։ Շատ լավ։ Եվ այդ կրկնվող դասերից դասեր քաղեն։ Ստիպված եմ ընդհատել, քանի որ այս պահին մեզ մոտ լուրերի թողարկման ժամ է, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, կընդմիջենք կարճ լրահոսով, կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ Բոլոր նրանք, ովքեր մեզ դիտում են մեր YouTube-յան ալիքում, կարող են հաղորդման շարունակությունը գտնել այս հաղման անմիջապես ներքևի հատվածում։